Ցանկանում ենք գտնել MOM estimator binomial distribution-ի p պարամետրի համար։ Այսինքն մենք ունենք ինչ-որ մի հատ x1, x2, x3 random variable-ներ, որոնք մինչև x-ն, որոնք գալիս են x-մայր distribution-ից, որը մեր մոտ binomial-ն է, որի պարամետրերն են n-ը, որը ունենք, եւ p-ն, որը որ չունենք։ Դե MOM estimator-ը ասում է, որ պետք է առաջին հերթին գտնես քո population-ի մոմենտը։ Population-ի մոմենտը գտնելու համար առաջին կարգի, որովհետև մենք estimate ենք անում p1 աստիճանը, գրում ենք expectation of x, որը հավասար է ֆունդամենտալ ըստ մեր step-ի np, քանի որ մեր binomial-ի expectation-ը np-ն է։ Մեր binomial-ի expectation-ը, քանի որ մենք դիտարկում ենք expectation of x, ինչը որ մեր մոտ binomial-ն է։ Հիմա ունենք մենք sample, եւ այդ sample-ի մոմենտը մենք պետք է հաշվենք ըստ մեր MOM տեխնիկայի, ու ունենք, որ m փոքրատառ առաջին կարգի, որովհետև էլի մենք estimate ենք անում առաջին կարգի p-ն, որը որ հավասար է 1/n ըստ մեր բանաձևի xi, ինչ որ մեր x բառն է նույն։ Երրորդ կետով մեր MOM-ը ասում է, որ պետք է population-ի մոմը, այսինքն սա հավասարացնենք մեր sample-ի մոմին։ Դե հավասարացնենք, այսինքն մենք ստանանք np-ն հավասար է 1/n xi։ Մենք էլի ու էլի չենք տեսնում այս դեպքում մաքուր p-ն ձախ կողմում, ինչը որ մեր MOM պարտադիր պայմաններից մեկն է։ Մենք տեսնում ենք կողքից n, ինչը որ մենք պետք է տեղափոխենք աջ մաս, այսինքն այլ կերպ ասած, ավելացնում ենք 4-րդ կետը եւ ասում ենք, որ պետք է solve անենք for unknown parameter, որը այս դեպքում մեր մոտ p-ն է։ Այսինքն մենք պետք է ձախ մասում տեսնենք միայն p-ն։ Դե եկեք գրենք n p-ն հավասար է x բառ, մի քիչ ավելի հեշտացված, ու պետք է գտնենք ըստ p-ի պետք է լուծենք այս հավասարումը։ Ու այստեղ մնում է միայն p-ն հավասար է x բառը հարաբերած n-ի։ Ու երբ որ մենք տեսնում ենք, որ մեր ձախ կողմում միայն մեր փնտրվող unknown պարամետրն է, դնում ենք հետ ու գրում ենք այստեղ MOM, որը հանդիսանում է նաև մեր MOM estimator-ը։ Ու մենք տեսնում ենք ձախ կողմում միայն մեր p-ն, աջ կողմում մենք տեսնում ենք միայն մեր sample-ից կախված բոլոր տվյալները, x բառը, n-ը, n ինչ որ մենք sample-ից ունենք։ Էլի 4-րդ կետ ավելացրեցինք, որովհետև երրորդ կետով չսահմանափակվեցինք, մենք տեսնում ենք ստեղ կողքից n, որը որ պետքա չլինի, քանի որ մենք անում ենք estimator p-ի համար, ոչ թե n p-ի համար։ Իսկ p estimator գտնելու համար մենք պետքա տեսնենք ձախ մասում միայն p-ն, որ վերևը դնենք հետ ու գրենք, որ ինքը MOM estimator-ը, ինչը տեսնում ենք 4-րդ կետից հետո։